Ես ուզում եմ արտադրում կատարել երկու տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչելու վերաբերյալ, որի արդյունքում փաստորեն ստացվում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի ձեռք բերել այնքան քվե, որը կբավարարեր 4% շեմը հաղթարելու համար։ Նախորդ նիստին ունեցանք մտավարժանք, որ ոչ ոք չի կարող պնդել, որ այդ 150 ձայնը չեն տրվել Բարգավաճ Հայաստանի օգտին ժամը 8-ի քվեարկությունից հետո։ Եվ ունենք նաև մեկ այլ պնդում, որ տեղի ունեցել խախտում, թույլատրվել է ժամը 8-ից հետո կատարել քվեարկություն, այդ խախտման մասնակի մեղք ունի հանձնաժողովը, որ թույլատրել եւ կարող ենք նաև վերհանել մեղքը, որ այն պատասխանատուն պաշտպանության նախարարությունից ով պետք է զինծառայողներին ավելի վաղ ներկայացնել ընտրության, նույնպես որոշակի չափով մեղավորություն։ Հիմա նույնիսկ եթե ընդունենք այդ վարկածը, որ բոլոր ձայները տրվել են ժամ 8-ից հետո Բարգավաճ Հայաստանին, եւ եթե չլիներ խախտումը, Բարգավաճ Հայաստանը այդ ձայները չէր ստանալու։ Կարող ենք արձանագրել, որ այդ պարագայում էլ պետությունը իր ոստի պարտականությունը ապահովված չէր լինելու Բարգավաճ Հայաստանի ընտրողներին ընտրատեղամաս ներկայացնելու, այսինքն ծառայողներին ընտրատեղամաս ներկայացնելու առումով։ Այո։ Եւ այդ առումով լրացուցիչ հարց։ Արդյոք, քանի որ մենք այս տեղամասերի բանին շատ չենք ծանոթացել, արդյոք այդ պարագայում դուք ուսումնասիրող տեղամասերի վերաբերյալ առհասարակ ամբողջ process-ը բացահայտել եք որևէ տեսակի ընտրախախտում բացի այս մեկից, որը կարող էր որևէ եղանակով ազդել տեղամասի ընտրողների կամքի վրա։ Երեք փորձեմ նկարագրեմ, որտեղից է խնդիրը ենթադրում եմ առաջացել։ Նայել եմ 21 թվականի ընտրությունների տվյալները, տվյալ ընտրատեղամասում քվեարկել են մոտ ավարապես 800 հոգի, կրկին բավականին մեծ քանակությամբ զինվորականներ։ Այս տարի քվեարկությունների քանակով 27-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանում ընտրատեղամասերի մեջ, որտեղ ըստ մեծամ 1300-ից ավել ընտրող է եղել։ Օրվա ընթացքում տարբեր ժամերի եղել են ըստ էության քվեարկողներ, այդ թվում նաև զինվորականներ, Պարոն Հովակիմյանն էլ է նշել, որ նայել եմ, բացատրել է, որ ամեն ինչ նորմալ է, մարդիկ առավոտվանից եկել են, այնտեղ են եղել, ուղղակի 15-15 են մտել, եւ ըստ էության հետեւյալն է, չկա որևէ պնդում, որ եղել է ուղղորդում, չկա որևէ պնդում, որ ուղղորդել են, որ զինվորականները քվեարկեն Բարգավաճ Հայաստանի օգտին, չկա որևէ հիմք ենթադրելու, որ կարող է ինչ-որ մեկը ուղղորդել, որ զինվորականները քվեարկեն Բարգավաճ Հայաստանի օգտին, ըստ էության Թերացման պատճառը ունի երկու մեղավոր, մեկը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է կհիմնավորեմ իմ հարց պատասխանի ժամանակ եւ երկրորդը կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը չի ապահովել զինվորականների քվեարկելու իրավունքը, երբ որ դիտարկում էր ընտրատեղամասերի կառուցվածքը, քանի քվեարկող պետք է լինի եւ ինչպես պարոն Հովակիմյանը 5 անգամ ներողություն խնդրելով ասում էր հեռուստատեսությամբ տարեց են մարդիկ չեն հասցնում։ Նորմալ է, տարեց մարդիկ էլ են աշխատում եւ լինում է, որ տարիքով են լինում, բայց դրա համար պետք է համապատասխանաբար ընտրատեղամասերը այնպես կարգավորել, այնպես ընտրել, այնպես բաժանել, որպեսզի աշխատանքը հնարավոր լինի ավարտին հասցնել։ Ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ ոչ, չի եղել որևէ ազդեցություն, չկա որևէ նշում, որ ինչ-որ ուղղորդում է եղել ԲՀԿ-ի օգտին։ Այդ պարագայում կարող ենք պնդում կատարել, որ կամ ձեր կարծիքը այս պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացնելիս կարող էր կամ պարտավոր էր հաշվի առնել ընտրողների այդ պայծրության բացահայտված կամքը։ Նայեք, այդ որոշում կայացնելու հետ կապված մենք բազմաթիվ այլ խնդիրներ ենք դրել, այդ թվում նաև նրա լիազորությունը ինքնուրույն առանց ընտրատարածքայինի որոշման վերանայելու, այսպես կոչված իսկ իրականում անվավեր ճանաչելու, բայց այո, որովհետև երեք եւս մեկ այլ մտավարժանք արեցինք, որ ընտրողների կամքին ամենամոտ արդյունքը պիտի գա, այս պահին ընտրողների կամքից ռեալ է, որ նայում ենք ով քանի տոկոս է ստացել եւ ազգային ժողովի մանդատները, որ բաշխում ենք, 17%-ի շեղում կա գումարային։ Այ եթե ԲՀԿ-ն անցնում է, շեղումը 12% է ստացվում, ընդ որում կախված ոնց է անցնում, այնտեղ 11 կամ 12% է ստացվում, այո, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր ապահովել, որպեսզի տվյալ անձանց ընտրելու իրավունքը չխաթարվեր, միևնույն ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրվելու իրավունքը չխաթարվեր։ Եվ մենք հարցել կապված Անդրանիկ Թևանյանի քրեական վարույթի հետ, հասկանալի է իհարկե, որ առնվազն հրապարակային պրոցեսում չեք կարող նախաքննական տվյալներ հրապարակել, բայց ես ուզում եի դիրքորոշում հայտնել պրոցեսի մրցակցայնության արդյոք այն արտահայտությունները, որոնք հրապարակվել են վարչապետի կողմից, նաև իրավապահ մարմինների կողմից,
կուսակցությունը հնարավորություն ունեցել հավասարության պայմաններով հակադարձել։ Պատասխան ոչ, որովհետև ցավոք սրտի երրորդ ամս չկա հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ հանցագործություն։ Ինչ են արել։ Վարչապետը հրապարակային, հա, Քննչական կոմիտեն։ քննչական կոմիտեն։ Այս հալածի ներողություն, քննչական կոմիտեն հակակոռուպցիոնը չիրականացրել։ Ինչ արել, ես Ես ներողություն խնդրեցի, ասացի քննչական կոմիտեն ակատարել։ Բարձրացնում եմ, հարցը Տիկին Սաֆարյան, դուք չեք կարող ինձ սահմանափակել, ես չեմ վիրավորում իրավական գնահատական։ Տիկին Սաֆարյանը կարող է սահմանափակել, Տիկին Սաֆարյանը։ Խնդիրը հետևյալն է, Տիկին Սաֆարյանի առաջարկությունը հետևյալն է, որ չորակենք պետական մարմիններին, դա հանցագործություն։ Կատարել է պարսավելի արարք, չեմ որակում հանցագործություն։ Որ բացատրեմ ինչի մասին է խոսքը բարձր դատարան։ Ըստ էության տեղի ունեցել։ Չէ, մեզ պետք չի բացատրել։ Դե շեմ հարցն է Հարցին պատասխան։ Բայ։ Բացատրում եմ ինչի մասին է, որպեսզի պարզ լինի բոլորին, այստեղ որակումով չի միայն։ Ես երբեք որակում տալով չեմ սահմանափակում, բայց պարզաբանում եմ։ Տրվել է կուսակցություններից մեկի առաջնորդը միտինգի ժամանակ ասել է վաղը հաղորդում է ներկայացվելու պետական գաղտնիքա վաճառել։ Ուղղակիորեն։ Տրվել է հաղորդում հետևյալ մարդուն ուղղակիորեն ենթակա կառույցի կողմից, քանի որ պետական անվտանգության մարմինների մասին օրենքի համաձայն ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի ենթակա կառույց է։ Առ այն, որ Անդրանիկ Թևանյանը վաճառել է պետական գաղտնիք որոշակի գումարով։ Կոմիտեն վերցրել իր մոտ դրել է, որ ստացել եմ հաղորդում, հրապարակել է, ամենտեղ դա է գնացել, որ պետական գաղտնիք է վաճառել։ Այդ բայց մեղադրանք առաջադրելուց դա չի առաջադրել։ Մեղադրանք առաջադրել է, որ եղել է այլ տեղեկատվության փոխանցում։ Ասում ենք, այդ այլ ինչ, ասում են, այլ է, պետական գաղտնիք չի։ Բայց ամեն տեղ գնացել եւ խոսվել է, որ պետական գաղտնիք է վաճառվել։ Կրկնում եմ, քննչական կոմիտեի պաշտոնական կայքում նայեցի, ուզում էի գրեի, որ փոխեն, գրել են ընդամենը այն, որ հաղորդում են ստացել, հետո չեն գրել։ Հարցը ես այդ ճիշտ եմ հիշում, խնդրում եմ։ Կարողացել ենք արդյոք երկել, թե ոչ։ Այո, կարողացել եք արդյոք մրցակցային պայմաններում։ Ասում եմ հիմա, դա է արվել։ Հիմա շարունակությունը, դա շատ կարևոր հանգամանք է, կրկնում եմ, ասում են այլ տեղեկատվություն, բայց քրեական գործի նյութերին ծանոթանալուց, ԿՀ-ում գործընթացին ծանոթանալուց, ասել են թող ստորագրեք, որ պետական խոսքը դատարանում պաշտպանության մասին է, Հրապարակային հրապարակային խնդրական պրոցեսներում հավասար հնարավորությունների մասին։ Եկեք այդ կոնտեքստում բնիշան։ Հարցը դատարան, այդ հարցին եմ պատասխանում եմ, որ մի քիչ Պարոն Ռոբելյան, իմ տպայի մոտ էպիսի տպավորություն, որ դուք ոչ թե հարցին եք պատասխանում, այլ ըստ էության այդ ձեր էմոցիաները ինչի մասին։ Հարգելի հարց տվող, ձեր հարցին եմ պատասխանում։ Եթե շեղվում եմ, խնդրում ասեք, ես չպատասխանեմ։ Հարգելիներս, երկուսությանը վերացեք։ Ախր հարցը Տպավորություն է առաջանում, որ դուք հիմա բացատրությունով եք զգալի դրանցի։ Ոչ, հարցին պատասխանեցող։ Դուք հիմա իմ փոխարեն եք որոշելի մոտ ինչ տպավորություն առաջանում։ Հա, ձեր տպավորությունը։ Խնդրում եմ հետևեք, ուղղակի հետևեք եւ հարցին կոնկրետ պատասխանեք, ու ասեք առաջ որպեսի չդառնա այլ։ Բացատրում եմ ինչի։ Մենք դատան ենք, մենք շատ ավելի ամեն ինչն ենք մարտավարությունն ենք հասկանում, բայց խնդրում եմ Չէ, բարձր դատարան, եթե վերացենք եզրափակիչ։ Բարձր դատարան, դուք եթե արդեն գնահատական եք դնում, որ սա մարտավարություն է, նախապես պայմանավորված է կամ ինչ գործընթաց է, խնդրում եմ ուրեմն սխալ տպավորություն է ձեր մոտ առաջացել։ Դա հատուկ մարտավարություն չի, հարց է տրվել, որովհետև անձին ենթադրում եմ հետաքրքիր է եղել արդյոք։ Ես դա չասեցի, ես ընդհանրապես ուրիշ բան եմ ասում։ Ասի մարտավարությունն եմ ասում։ Ես ձեր մարտավարության մասին, ոչ թե երկուսի, այլ ձեր, ես դուքով ձեր հետ եմ խոսում։ Ոչ թե ձեր երկուսի մասին, պարոն Ռոբելյան։ Նորից սա չդիտարկվի որպես միջամտություն։ Հասկանալի են նաև ձեր էմոցիաները։ Դուք եք որոշում ինչ ծավալով եւ ինչ ներկայացնել հրապարակայինորեն։ Կոնկրետ անձանց վերաբերող քրեական բարույթների առանձնահատկություններին կապ չունի բաց ռեժիմով թե փակ ռեժիմով։ Կարիք չկա անդրադառնալու։ Հարցը հնչեց տեխնացուների համար հավասար հնարավորությունների ապահովման կոնտեքստում։ Մրցակցային պայմանների, ընտրական պրոցեսի առումով։ Բացատրում եմ, Չէ, ու ինչու են մեղադրանք առաջադրել, ինչու է էական տարբերություն կա։ Բացատրում եմ ինչի է սա կարևոր, էլի ես եթե նորից հիմա հարցի շրջանակներում եմ ներկայացնում, չեմ պատմում ուրիշ գործերի մասին, ասում եմ ինչա տեղի ունեցել։
Տեղի է ունեցել գործընթաց, որտեղ միտինգի ժամանակ ասել է ես վաղը հաղորդում եմ ներկայացնելու, իր երթական մարմինը հաղորդում է ներկայացրել, հաղորդումը ստացել է քննչական կոմիտեն, քննչական կոմիտեն ասում է ինչ անեմ, հաղորդում եմ ստացել, նյութ երեկվա գործ եմ հարուցել, Վանով, պարոդեզով եմ մի քիչ ավելի բացատրում, հաղորդագրություն է գրել իր սայթում, գրել է, որ պետական գաղտնիք է վաճառել, կրկնում եմ, մեղադրանքի մեջ դրա մասին բան չկա, բայց ինձ ստիպում են թող ստորագրեմ, որ պետական գաղտնիք կա նյութերում, չգիտեմ որտեղ կա, առանց պարզաբանելու որն է պետական գաղտնիք, որի մասին ես չեմ կարողանում հրապարակային խոսեմ, բայց իմ հրապարակային խոսելու դեպքում նույնիսկ մնում է հաղորդագրությունը քննչական կոմիտեի կայքում, ինչքան էլ ես ասեմ իրան մեղադրանք չի առաջադրվել դրա մասին, դա սահմանափակում է, սա առաջին կետը։ Երկրորդ կետը վերաբերվում է բուն քարոզարշավին մասնակցելու հնարավորության մասին, կոնկրետ չէ, սա ֆունդամենտալ է առաջին կետը, որովհետև համոզված եմ տվյալ հաղորդագրությունը եւ տվյալ մանիպուլյացիան չլինելու դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առնվազն 10,000 ձայն ավել է ստանալու, Անդրանիկ Թևանյանը Երևան քաղաքի պատասխանատուն էր, Անդրանիկ Թևանյանը մի շարք համայնքներում բավականին ակտիվ գործունեություն էր ծավալել եւ այդտեղի քարոզարշավին մասնակցելու հնարավորություն պիտի ունենար։ Քարոզարշավից 2 շաբաթ առաջ Անդրանիկ Թևանյանը հեռացվել է քարոզարշավի ամբողջ գործընթացից, հնարավորություն չի ունեցել քաղաքացիների հետ շփվել։ Ուղղակի 150 հոգու հետ, որ բարև էր, ասեց բարև ձեզ, ես Անդրանիկ Թևանյանն եմ, 150-ից ավել ձայներ ստանալու։ 2 շաբաթում ընդամենը իրեն անհրաժեշտ էր 10 կամ 20 հոգու հետ բարև էր։ Եվ երբ որ ինքը եղել է քրեակատարողական հիմնարկում, ըստ էության եղել է սահմանափակումներ, օմբուդսմենի մոտ կա վարույթ դրա հետ կապված, որովհետև ճիշտ է դատարանը արձանագրել է, որ կարող է վստահված անձանց հետ հանդիպի օրական 2 ժամ, բայց հնարավորություն չեն տվել մի քանի օր փոխանցի փաստաթղթեր։ Այսինքն հանդիպել են, տեղում թելադրել է, տեղում գրել են, ինչը ըստ էության խիստ սահմանափակել է։ Ես ձեր արդեն հուսով եմ պատասխանել։ Հարգելի պարոն Օրբելյան, ես խնդրում եմ, իհարկե դուք եք որոշում, ոնց կպատասխանեք, բայց պատասխանը այնպես իրականացրեք, որ մյուս կողմը ճակերտորը ասած չփոշմանի, որ այդ հարցը տվեց, որտեղ իր ժամանակն է։ Շնորհակալություն հորդորի համար, բոլորին հորդորում եմ, որ ինձ հարց տան, եթե կզգաք, որ ավել եմ պատասխանում, ասեք ավել եմ չեմ պատասխանի։ Ես փորձում եմ հարցերին տալ համապարփակ եւ ամբողջական պատասխան, ինչքան որ հնարավոր է, որպեսզի կողմը ստանա իր հարցերի պատասխանը։ Շնորհակալություն։ Ես իմ արդի պատասխանը ստացա այն տրամաբանության մեջ, որ իրավական գործընթացը հնարավորություն չի տվել հավասար արձագանքելու այդ մեղադրանքը։